ընտրությունները կեղծվել են եւ հանրապետության հրապարակները դատարկեն, այդ ում ձայնն է կեղծվել։ Ում ձայնն է կեղծվել եւ ոնց տենց բան հնարավոր է։ Ում ձայնն է կեղծվել, որ հիմի տանը հազար ներողություն, ես խոսում եմ լիդերների մասին։ Ձեր հետևորդների ձայնը կեղծվել, դուք տանը վերընկած եք։ Քաբաբ եք ուտում։ Այս ընտրություններին ընդհանրական գնահատական արդեն տրվել է, դրանք ոչ լեգիտիմ են, իսկ դակված արդյունքները, հատկապես հունիսի 14-ի ԿԸՀ-ի խայտառակ որոշումից հետո ապօրինի, պարզապես ծիծաղելի պատճառաբանություններով։ Հանձնաժողովը հրաժարվեց 3 տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուց հետո, այդտեղ վերաքվեարկություն նշանակելուց, երբ օրենքով պարտավոր էր։ Բուն քվեարկությունը ևս անցել է աղաղակող խախտումներով եւ դրա արդյունքները պարզապես չեն կարող արժանահավատ լինել։ Նախ եւ առաջ ակնհայտ էր քարոզարշավի ընթացքում իշխող վարչախմբի կողմից ատելության խոսքի ծայրահեղ ձևերով կիրառումը մրցակիցների նկատմամբ՝ կկզացնեմ, կսատկացնեմ, կոչնչացնեմ եւ այլն։ Դա բանեցվում էր անգամ շարքային քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց պրոթուրքական եւ պրոադրբեջանական օրակարգին համաձայն չէին։ Այն, ինչ սրանք անվանում են խաղաղություն, մենք անվանում ենք կապիտուլյացիա։ Մեզ համար այդ ամենում խաղաղություն չկա։ Եթե մենք մեր բոլոր օրինական իրավունքները հանձնում ենք Ադրբեջանին, դա կապիտուլյացիա է, ոչ թե խաղաղություն։ Եվ այդ պրոադրբեջանական օրակարգին անհամաձայն քաղաքացիները վարչախմբի պարագլխի եւ նրա արբանյակների կողմից ենթարկվում էին ծայրահեղ ատելության խոսքի։ Մենք տեսել ենք, թե ինչպես է մարզերում պարզապես սարսափի մթնոլորտ ստեղծվել, մարդկանց պարտադրում էին հանրահավաքների գնալ, բազմաթիվ ապացուցված փաստեր կան, բայց դրանցից որևէ մեկը քրեա իրավական արձագանք չի ստացել առ այսօր, թեև արձանագրվել է անգամ միջազգային դիտորդների կողմից։ Վարչական ռեսուրսի կիրառումը համատարած էր։ Իշխող վարչախմբի պարագլխին քարոզարշավի ընթացքում ամենուրեք ուղեկցել են պետական պաշտոնյաներ, նրան ենթակա պետական ռեսուրսները հաճախ օգտագործվել են քարոզչական նպատակներով։ Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ պետական մարմինների աշխատակիցներն ուղղորդվել են վարչախմբի հանրահավաքներին պարզապես որպես ռեսուրս։ Իշխանության ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի, այն խոսքը, որ այս ամբողջ ընթացքում կիրառվեց քաղաքական օպոնենտների հանդեպ եւ առ այս պահը շարունակում է կիրառվել, մենք տեսնում ենք, չէ, մարդիկ հայտարարում են իրենց խոսքում, որ խորհրդարան անցած ընդդիմությանը իրենք վերաբերելու են որպես հանցագործների, որ հենց այդ բառն են ասում։ Վարչական ռեսուրսն օգտագործվել է նաև ահաբեկման նպատակով։ Օրինակ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը ահաբեկում էր մի կոնկրետ ընտանիքի մորը, ասում, եթե մեզ չքվեարկեք, ստիպված կլինեք այս տունը հանձնեք հեռանաք Ռուսաստան։ Տեսել ենք ընտրակաշառքի զանգվածային կիրառում այս վարչախմբի կողմից։ Աստղաբաշխական թվերի հասնող պարգևավճարներ, որոնք հետո հայտնվել են հենց նույն քաղաքացիական պայմանագրի նախընտրական հիմնադրամում։ Տեսել ենք իրենց կողմից բյուջետային ցիկլից դուրս կենսաթոշակների բարձրացում ընտրություններից 2 ամիս առաջ, որը ևս ապօրինի է, քանի որ տեղի է ունեցել ընտրություններ նշանակելու նախագահի հրամանագրից հետո։ Սա կես միլիոն քաղաքացիներին տրված հսկայական ծավալի ընտրակաշառք էր։ Տեսել ենք ինչպես է պարագլուխն արդեն քարոզարշավի ժամանակ վարորդներին խոստանում նրանց վկայականները վերականգնել ապօրինի ընթացակարգով, երբ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու որևէ իրավունք չուներ։ Այս ամենն իրար հետ վերադրվելով ստեղծել է մի իրավիճակ, երբ տարբեր գնահատականներով առնվազն 100-ից 150 հազար մեր քաղաքացիներ, միգուցե շատ ավելի, ստիպված են եղել քվեարկել իշխող վարչախմբի օգտին, վախենալով, որ ինչ-որ բաներից կարող են զրկվել կամ հրապուրվելով ընտրակաշառքով։ Սա վկայում է այն մասին, որ ընտրությունների արդյունքները ծայրահեղ աղավաղված են եւ չեն արտացոլում իրական հանրային տրամադրությունը։ Այս ամենի վերջին մեխն էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր իր անհեթեթ եւ հակաիրավական որոշմամբ, որով փաստորեն մերժում է մեր հազարավոր հայրենակիցների ընտրական իրավունքը։ Դա նաեւ սահմանադրության խախտում է, որովհետեւ սահմանադրությունը մեզ բոլորիս ընտրական իրավունքի իրացում է երաշխավորում։ Տարբեր հարցումների համաձայն մեր հասարակության բացարձակ մեծամասնությունը համարում է, որ այս ընտրությունները կեղծված են։ Մնում է հասկանալ ինչպես շտկել կեղծված ընտրությունների արդյունքը։ Այդ նպատակով ընդդիմության բոլոր ռեսուրսները պետք է համադրվեն եւ միավորվեն նույն այդ ընդդիմության փաստացի առաջատարների առաջնորդությամբ։ Ընտրակեղծարարությունը կազմակերպվել է դա փաստացի գործող քաղաքական ռեժիմի կողմից, ովքեր զորք ու զինվոր են տարել, բայց դրանից այնպես է նայում, որ դժում անդիմությունը հանձինս Բարգավաճ Հայաստան։ Դա համար այդ պայքարը պետք է շարունակել է, Բարգավաճ Հայաստանը պետք է վերադառնա խորհրդարան։ Հետևաբար այս գործընթացը ասենք դեռ չի ավարտվել, այն պետք է շարունակվի, բայց միաժամանակ նաև շատ ողջունել է Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որ պետք է ընդդիմության միավորում լինի։
Հավաքական ընդդիմության առաքելությունը շարունակում է մնալ Հայաստանում իշխանափոխության իրականացումը եւ Հայաստանին պարտադրվող կապիտուլյացիայի խափանումն ու կանխումը։ Ուստի այդ առաքելության տեսանկյունից պետք է վերլուծել հունիսի 7-ից հետո որն է ուժի եւ կարողության կիրառման լավագույն տարբերակը։ Ընդդիմության ամբողջ կազմակերպչական, քարոզչական եւ ծրագրային ռեսուրսները պետք է օգտագործվեն վարչախմբի դեմ պայքարում ի վերջո միակ հիմնական նպատակի՝ իշխանափոխության հասնելու համար։ Պայքարը շարունակվում է։